Պարոն Վարդանյան, Սահմանադրական դատարանը արդեն որոշում կայացրեց ապօրինի ծագում ունեցող գույքի հետ կապված եւ եզրափակիչ դրույթները ընթերցենք, որովհետեւ ամբողջական 101 էջանոց փաստաթուղթ է եւ մասնագիտորեն էլ դժվար կարողանամ ձեզ հետ հարցազրույց անցկացնել, բայց հետաքրքիր կլինի ձեր դիրքորոշումները, հատկապես երկու կետի հետ կապված, որտեղ Սահմանադրական դատարանը եզրափակիչ առաջին կետով ասում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռքի բերվել համապատասխան պաշտոնատար անձի պաշտոն ստանձնելուց հետո կան մեր մոտ օրենքում նախքան ՍԴ-ի որոշումը դա հստակեցված չէր, թե ուղղակի սա որոշակիացրել է Սահմանադրական դատարանը։ Ես ասել եմ նախկինում տված հարցազրույցներից մեկի ժամանակ, որ Սահմանադրական դատարանը 3 կարգի որոշում կարող ընդունի։ Համապատասխանում է Սահմանադրությանը ամբողջությամբ, համապատասխանում է Սահմանադրությանը մեկնաբանությունների շրջանակներում եւ չի համապատասխանում Սահմանադրությանը։ Տեսեք, այս դիմումը ներկայացվել է Սահմանադրական դատարան abstract վերահսկողության շրջանակներում, այսինքն պատգամավորների 1/5-ը պարզապես առանց հաշվի առնելու իրավական պրակտիկան դիմել է Սահմանադրական դատարան վիճարկելով ամբողջ օրենքը։ Սահմանադրական դատարանը ըստ էության օրենքի երկու կարգավորումներին անդրադարձել, որոնք վերաբերում են պաշտոնատար անձի կողմից նախկինում ձեռքբերված գույքին եւ քրեական հետապնդման առկայությանը որպես հիմք նաեւ այլ վարույթներ իրականացնելու համար, ուսումնասիրություններ իրականացնելու համար եւ ըստ էության արձանագրել է հետեւյալը, որ մնացած հարցերը կարող են ի հայտ գալ կամ դրանց համանդրականությունը կարող են վերլուծվել միայն կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում, այսինքն երբ որ լինի իրավական պրակտիկան, երբ որ անձը սպառելով դատական պաշտպանության այլ միջոցներ դիմի Սահմանադրական դատարան եւ ստանա համապատասխան դիրքորոշում Սահմանադրական դատարանից։ Սահմանադրական դատարանը ինչու է անդրադարձել այս երկու հարցերին, որտեղ abstract վերահսկողության շրջանակներում նպատակահարմար է համարել հենց այս երկու կարգավորումների վերաբերյալ մեկնաբանություններ տալը, որոնք առավել հստակեցրել են իրավական պրակտիկան։ Ինչ վերաբերում է հետագա անելիքներին, տեսեք, դա կապված է հետեւյալի Սահմանադրական դատարանի որոշումից պետք է հասկանանք ինչ մեսիջ է ուղղվում իրավական մարմիններին, ինչպես իրանք պետք է վարվեն եւ ինչ մեթոդաբանությամբ պետք է առաջնորդվեն օրենսդիր մարմնին, եթե անհրաժեշտություն կա համապատասխան հստակեցումներ մտցնել եւ դատական իշխանության ընդհանրապես, թե ինչպես պետք է դիտարկի կամ մեկնաբանի այս կամ այն կանոնակարգումը։ Պարոն Վարդանյան, ենթադրյալ օրինակի վրա փորձեմ բացատրել, որ հասկանալի թե մեզ թե հեռուստադիտողին, եթե օրինակ դատախազությունը հայցադիմում է ուղարկել դատարան ենթադրյալ X մարդու վերաբերյալ եւ ուսումնասիրությունները գիտենք, որ մինչեւ 90-ական թվականներ կարող է գնալ մինչեւ 91 թվական եւ գտել է 91 թվականում ինչ-որ գույք, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով ու ներառել է հայցադիմում, հիմա գիտենք, որ արդեն դատանում են շատ գործեր ու հայցադիմը փոխելու կամ ավելացնելու, պակասեցնելու հետ կապված ժամկետները բաց են թողնված, հիմա ինչպես պետք է լուծվեն այս հարցերը, եթե լինեն այդպիսիք։ Տեսեք, sense վերացական հարցին վերացական պատասխանել անշնորհակալ գործ կարող է լինել, որովհետև ցանկացած գործ, որը քննվում է դատարանում, անկախ գործ է եւ առանձին գործ է եւ մենք պետք է կոնկրետ փաստական հանգամանքները վերլուծելու արդյունքում գանք այդ եզրակացության, էլի հիմա շատ դժվար կլինի ընդհանուր ամփոփիչ ձևակերպում տալ, որպեսզի ներառեն բոլոր այն դեպքերը, որոնք կարող են ընկնել Սահմանադրական դատարանի կողմից բարձրացած այս հարցի ներքո։ Այո, 91 թվականից կարող են լինել, կարող մարտ 91 թվականից է պաշտոն զբաղեցրել, այստեղ ապօրինի գույքի ծագման հետ կապված Սահմանադրական դատարանի դիրքորոշումները կարող են կարևոր լինել, բայց ամեն ինչ կախված է կոնկրետ առանձին գործերից, առանձին քրեական վարույթներով եւ առանձին կներեք ուսումնասիրություններով ի հայտ եկած հանգամանքներին։ Այսպես ասեմ, քանի որ մենք ունենք այս բայդրությամբ մեկ վճիռ ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ, եթե չեմ սխալվում, ուժի մեջ մտածվել։ Ուժի մեջ մտած, այո։ Մի քիչ դժվար է հասկանալ, թե ինչ պրակտիկա կա։ Հիմա տեսնենք ինչ պրակտիկա է ձևավորվելու եւ անհատական Սահմանադրական վերահսկողության շրջանակներում ինչ դիմումներ կլինեն Սահմանադրական դատարան։ Այսինքն ես ճիշտ հասկացա, պարոն Վարդանյան, որ յուրաքանչյուր գործի հետ կապված դատարանը որոշում կկայացնի եւ դա արդեն դատարանը որոշում կայացնելիս պարտավոր է, եթե խոսքը վերաբերում է երկու մեկնաբանություններ, որոնք առկա է Սահմանադրական դատարանի որոշման մեջ, ինքը պետք է հիմք ընդունել այդ մեկնաբանությունները, այսինքն օրենքի կիրառել այդ մեկնաբանությունների շրջանակներում։
Ինչ վերաբերում է այլ հարցերին, որոնք կարող են ցակել, որտեղ բազում այլ հարցեր կարող են ցակել, գործի դատաքննության ընթացքում, ապա տվյալ պարագայում անհատը իրավասու է Սահմանադրական դատարանը չի փակել ամբողջությամբ դուռը անհատի համար, վիճարկել այլ նորմերի Սահմանադրական դատարանը, եթե Սահմանադրական դատարանը արդեն չի հայտնել իր դիրքորոշումը այս որոշման մեջ այդ հարցի վերաբերյալ։ Մենք շատ ենք քննարկել այս հարցը, հանձնաժողովի նիստերում էլ ենք դարձել ընդդիմության մեր գործընկերների դիմումին Սահմանադրական դատարան։ Այստեղ ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ շատ դժվար է հասկանալ իրավարքի իրար պրակտիկան, չունենալով իրավարքի իրար պրակտիկա եւ տալ մեկնաբանություն ամբողջ օրենքի եւ ամբողջ օրենքում առկա կանոնակարգումների վերաբերյալ։ Բայց մենք ունենք Սահմանադրական դատարանի որոշում, որը հակասահմանադրական չի ճանաչել ոչ ապօրինի ցակում ունեցող գույքի ինստիտուտը, ոչ օրենքը, մեկնաբանել է երկու խումբ կարգավորումներ, մեկնաբանել է այն իմաստով, որ հստակեցրել է ձևակերպումը, մենք չենք կարող ասել արդյոք դատա իրավական պրակտիկան եւս նախատեսում է գնալ այդ ճանապարհով, թե ոչ, որովհետեւ մենք չունենք բացի այդ ուժի մեջ մտած դատա վճռից այլ վճռներ, բայց Սահմանադրական դատարանը ըստ էության որևիցե եղանակով չի անդրադարձել ինստիտուտի ապօրինի գույքի, ապօրինի ցակում ունեցող գույքի բռնագանձման հակասահմանադրականությանը։ Կարող են լինել ցանկացած օրենքում կարող են լինել դրսևորումներ, երբ որ այս կամ այն ձևակերպումը Սահմանադրության հետ համահունչ չի, բայց դա դեռևս որևիցե եղանակով չի այսպես ասում թիրախավորում ամբողջ ինստիտուտի սահմանադրականություն տվյալ դեպքում Սահմանադրական դատարանը չի անդրադարձել սա, ես պետք է ասեմ, որպեսզի մեր այն անձիկ, ովքեր հետևում են մեր քննարկումներին, հստակ իմանան, Սահմանադրական դատարանը չի արձանագրել հակասահմանադրականություն։ Սահմանադրական դատարանը երկու խումբ կարգավորումներում հստակ մեկնաբանություն է տվել, որով պետք է առաջնորդվենք բոլորս։ Եվ սրանով իսկ ըստ էության կանաչ լույս է վառել այդ վարույթների հետագա ընթացքի համար։ Վարույթները եւ դատախազական մարմիններում եւ այլ իրավական մարմիններում այո պետք է հաշվի առնեն Սահմանադրական դատարանի որոշումը եւ այդ դիրքորոշումները եւ սրանով հանդերձ պետք է շարունակեն գործերի քննություն դատարաններում։ Եվ վերջին հարցը, պարոն Վարդանյան, այսինքն մենք դատարանում եղած գործերի մասով կարող ենք վստահ լինել, որ դրանք որևէ ցնցումային հետևանքներ չի տա Սահմանադրական դատարանի որոշումները եւ օրինակ Սահմանադրական դատարանը առաջնորդել է ոչ միայն մեր իրավական իրար պրակտիկայով եւ այն նյութերը, որոնք առկա է Հայաստանի Հանրապետությունում, այլ նաեւ Եվրոպական դատարանի պրակտիկայով։ Եթե ի սկզբանե դուք գիտեք, որ Եվրոպական դատարանի նախադեպային որոշումները իրավական ուժ ունեն նաև Հայաստանի Հանրապետությունում, եւ դուք գիտեք, որ Եվրոպական դատարանը կարող է ըստ էության ոչ թե չեղարկել, այլ գտնել խախտում այս կամ այն կարգավորումը, եւ պետությունը պարտավոր է նոր հանգամանքի հիման վրա վերանայել այդ գործերը եւ այլն։ Ըստ էության Սահմանադրական դատարանը հաշվի առնելով մի այդ պրակտիկան արդեն իսկ ամրագրել է այն միջազգային ստանդարտը կամ եվրոպական ստանդարտը, եթե ուզում եք, որով պետք է շարունակեն այս գործերի։ Այսինքն այս գործերը հիմա ինչ գործեր, ասեցեք դուք խոսում եք գործերի մասին, որոնց վերաբերյալ նախ ոչ ես ոչ դուք ընդհանուր տեղեկություն չունենք, հա, միասնական ընդհանրացնել եւ միջինացնել ես չեմ ցանկանում, կոնկրետ գործերով, հա, պետք է դատարանները որոշում կայացնեն հաշվի առնելով Սահմանադրական դատարանի մեկնաբանությունները։ Այսքանը պետք է ասեմ։ Շնորհակալ եմ, պարոն Վարդանյան։ Ես շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։